թվականին Արցախի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով 120,000 արցախցի ենթարկվեց էթնիկ զտման։ Մենք կորցրեցինք Արցախը։ Մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրների առնչվեցին։ Ամեն մի սրբացավ քաղաքացի ու կազմակերպություն ձգտեց անել հնարավորին ու անհնարը արցախցիներին ձեռք մեկնելու համար։ Մայր Հայաստանը և ԱՌԿ փաստաբանական գրասենյակը շուրջ 2 տարի է համագործակցաբար աջակցում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մատուցելով անվճար իրավաբանական ծառայություններ։ Այսօրվա մեր հավաքի նպատակը մեր գործունեության արդյունքները ներկայացնելն է, ինչպես նաև հետագա քայլերի մասին խոսելը։ Մինչ այժմ մեր կատարած աշխատանքների մասին որոշակի ամփոփ տեղեկություններ ներկայացնելու համար խոսքը տրվում է ԱՌԿ փաստաբանական գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին։ Սիրելի արցախցիներ, բարի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է 2024 թվականի հունիսից, ինչ ԱՌԿ փաստաբանական գրասենյակի Մայր Հայաստան ժողովրդական շարժման միջև կնքված հուշագրի շրջանակում իրականացվում է հուշագրի շրջանակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին իրավական, իրավաբանական ծառայություն տրամադրելու գործընթացը, բնականաբար գործող օրենսդրության շրջանակներում։ Նշված համագործակցության շրջանակում ԱՌԿ փաստաբանական գրասենյակը պարտադիրաբար կազմակերպում է հանդիպումներ տեղահանված մեր հայրենակիցների հետ, նպատակ ունենալով բացահայտել և քննարկել նրանց կողմից պատրաստվող իրավական խնդիրները, ինչպես նաև ապահովել իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։ Ակնկալվում է, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, նպաստելով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացումը։ Մեկ անգամ ես ուզում եմ նաև հիշեցնել մեր գրասենյակի հասցեն Կոմիտաս 59 նախկին ԱԼՄ-ի շենք 5-րդ հարկ բաժից 3-րդ գլուխնա գրասենյակը ԱՌԿ փաստաբանական գրասենյակը։ Հաշվելու ժամանակահատվածում ես նկատել եմ 2024 թվականի հունիսից գրասենյակի դիմել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 2000 քաղաքացի։ Տարբեր հարցերով, քրեական, քաղաքացիական, վարչական, որոնց կողմից ներկայացված դիմումների շուրջ 82%-ը ստացել է դրական լուծում։ Միևնույն ժամանակ ցավոք պետք է նշեմ, որ շարունակում են առկա մնալ մի շարք խնդիրներ, մասնավորապես անձահաստատող փաստաթղթերի վերականգնման, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման, հրատապ աջակցության, բնակարանային ապահովման և սատոշակների նշանակման, քաղաքացիության ձեռքբերման, ճանապարհատրանսպորտային պատահարների, վարորդական իրավունքների ձեռքման, ինչպես նաև այլ գործընթացների հետ կապված։ Պետք է նշեմ, որ հեռավար խորհրդատվություն է իրականացվում նաև գրասենյակի իրավաբանների կողմից։ Մի այսպես նշում 2026 թվականի հունվար ամսին 26 հեռավար խորհրդատվություն է իրականացրել, բացի ներկայությունից եւ օրինակ հունվար ամսին 30 քաղաքացիներ տարբեր հարցերով նաև 26 հեռավար խորհրդատվություն է իրականացրել։ Հատկապես կարևոր եմ համարում գտնել, որ սոցիալական ծրագրերի շահագրգռվելու և քաղաքացիություն ստանալու նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակները, որ հիմա գործում են, չափազանց բարդ են, ինչի հետևանքով մեր հայրենակիցները բախվում են էական դժվարությունների, իր գործընթացները դառնում են ժամանակատար, հաճախ անհասանելի։ Այս պահին ընթանում են հետևողական և նպատակային աշխատանքներ կապված Արցախյան վերջին 23 թվականի սեպտեմբերյան պատերազմի ընթացքում զոհված Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության 11 աշխատակիցների իրավական կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև նրանց ընտանիքների աջակցության միջոցառումների իրականացման է։ Ես
պետք է ներկայացնեմ, որ արդեն 9 ընտանիքներ ներկայացրել են հաստատել, մենք սպասում ենք մյուս 2 ընտանիքներին ներկայացնել, բնականաբար Լեգրասենյակը նախաձեռնում է տվյալական գործընթացներ սկսել հարցերի հետ կապված։ Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ շեշտադրել, որ կոնսուլտատիվ գրասենյակը հետևողականորեն շարունակելի գործունեությունը ուղղված բարձրացված խնդիրների լուծմանը իր լիազորությունների շրջանակում։ Նախատեսում ենք հանդիպումներ կազմակերպել, այսինքն ոչ միայն ընդունելությունը կազմակերպել Երևանում, այլ հանդիպումներ կազմակերպել ուրեմն մարզերում, շրջաններում, որպեսզի մեր հայրենակիցների համար ապահովենք հարմար եւ մատչելի շփումներ։ Եզրափակելով այսքանով ավարտում եմ խոսքս, եզրափակելով ցանկանում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել ներկաներին այս ցուցաբերած ուշադրության եւ մեր գործունեության նկատմամբ ցուցաբերած վստահության համար, իսկ Մայր Հայաստանի ժողովրդական շարժմանը առանձնապես ևս առաջնորդ Անդրանիկ Տիվանյանի համագործակցության ուշադրի շրջանակում արդյունավետ հետևողական եւ նպատակային համագործակցության համար։ Շնորհակալություն։ Մայր Հայաստանը շարունակելու է իր մասնագիտական ու կազմակերպչական ռեսուրսներով աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին, պաշտպանելով նրանց իրավունքները։ Արցախցիներն ունեն վերադարձի իրավունք եւ միջազգայինորեն ընդունված նորմերով այլ իրավունքների պաշտպանության կարիք, բայց դա արդեն քաղաքական խնդիր է եւ հնարավոր է կյանքի կոչել ոչ այսօրվա իշխանությունների օրոք։ Հարգելի բարեկամներ, այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ լրջագույն հարված էր բոլորիս։ Հակառակ օրվա իշխանությունների բնդումներին մեր երկրի անվտանգային խնդիրները ոչ թե նվազել են, այլ ավելացել։ Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած պատճառների ու հետևանքների մասին շատ են խոսել, ես այսօր եմ ներկայացնելու։ Մայր Հայաստանը որպես ազգային քաղաքական ուժ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր երկրի անվտանգային խնդիրները, Արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։ Այժմ խոսքը տրամադրվում է Մայր Հայաստան շարժման եւ համանուն կուսակցության առաջնորդ Անդրանիկ Տիվանյանին։ Ողջույն հարգելի գործընկերներ, սիրելի արցախցիներ, մենք բարբերաբար անդրադառնում ենք Արցախի խնդրին, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների հետ կապված խնդրին եւ պատահական չէ, որ արտկոնսուլի հետ մենք համաձայնության եկանք եւ շուրջ 2 տարի արդեն զբաղված ենք Արցախահայության իրավունքների հետ կապված խնդիրների լուծմամբ։ Ինչքանով է դրանք արդյունավետ կարծում ձեր գնահատականն է արդեն որ պետք է տակ։ Ես ասեմ, որ խնդիրը շատ խորքային է, մենք բազմիցս անդրադարձել ենք Արցախի հետ կապված խնդրին, պատճառներին, հետևանքներին եւ ևս մեկ անգամ եւ ավելի խորքային դերս գնահատականի կարիք կա, որովհետեւ հարցը ինքներդ եք հասկանում ոչ միայն իրավական հարթության մեջ է, այլ նաեւ քաղաքական հարթության։ Ուղղակի մի կետի իրավական մասով անդրադառնամ, որը Պողոսյանը որ նշեց, Աստորեն մարդիկ կան, ովքեր ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են, տվյալ դեպքում ԱԱԾ-ի աշխատակիցները Արցախի հանրապետության։ Եվ հիմա փաստորեն պետք է իրենց հարազատները պայքարեն, որպեսզի ստանան փաստաթուղթ, որ հաստատում է, որ իրենք զոհվել են։ Այդ կարգավիճակը դա ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև հակամարտկային ընդհանրապես։ Եվ այդ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է, մեր կողմից անընդունելի է, եւ մեր դիրքորոշումը գիտեք օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված, ու մենք բազմիցս պետք է անդրադառնանք, բազմաթիվ անգամներ պետք է անդրադառնանք այդ հարցին, որ մարդիկ չմտածեն, որ այս ամեն ինչը հնարավոր է լղոզել ու անցնել։ Ուրեմն Արցախի կորստի ժամանակագրությունը
եւ քաղաքական դրդապատճառները հետեւյալն են։ 22 թվականին ուշադիր նայել ժամանակագրությանը։ 22 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնությունը սկսեց հատուկ գործողություն Ուկրաինայում։ Փետրվար ամիս սկսվեց գլոբալ հակամարտություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Ինֆորմացիոն դարաշրջանում մեծ գյուղի վերածված աշխարհը միմյանց հետ այնքան է փոխկապակցել երկրներին, որ միտեղ տեղի ունեցողը անմիջապես ազդեցություն է թողնում երկրորդ տեղում գտնվող երկրի ժողովրդի վրա։ Արևմուտքը սկսեց ինվենտարիզացիա իրականացնել, հավաքագրել բոլոր այդ շրջանակներին, ում հնարավոր է օգտագործել Ռուսաստանի դեմ։ 2022 թվականի ապրիլ ես հիմա ներկայացնում եմ Արցախի կորստի ժամանակագրություն։ 2022 թվականի ապրիլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում է, որ միջազգային գործընկերները, մասնավորապես Արևմուտքը, իրենից պահանջում են իջեցնել Արցախի հետ կապված հայկական պահանջների նշաձողը եւ միայն այդ դեպքում նրանք խոստանում են ապահովել Արցախի անվտանգության հարցը, Արցախահայության անվտանգության հարցը։ Մայիս 22 թվական սկսում է դիմադրության շարժում Հայաստանում, որը հետաձգում է այդ նշաձողի իջեցման գործընթացը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եվս մեկ հայտարարություն հիշեցնեմ։ Ազգային ժողովի ամբիոնից 22 թվականի ապրիլին նորից Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կայացնելու է մի որոշում, որի համար իրեն համարելու է դավաճան, բայց ինքը գնալու է այդ քայլին։ Որն է այդ որոշումը։ Դա մենք հետագայում պետք է տեսնենք, բայց այդ օրերին մենք գիտենք արդեն, ես չեմ սպասում, դրա համար ահազանգում էինք, գոռում էինք, պայքարում էինք եւ նրանք, ովքեր տիրապետում էին իրավիճակին, կոչ էին անում, որ պետք է փրկել Արցախը։ 22 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Արևմուտքը ուժգնացնում է ճնշումները այն փոքր երկրների վրա, որոնք գտնվում են Ռուսաստանի հարակից շրջանում կամ համարվում են պոստսովետական տարածք։ Վրաստանը չի մտնում այդ գործընթացի մեջ, հրաժարվում է մանրադրամ դառնալու, հիշելով 2008 թվականին տեղի ունեցածը։ Հայաստանը, իդեմս Հայաստանի իշխանությունների համարում է, որ Արևմուտքը հաղթելու է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում։ Տեսեք, ես դավաճանության եւ այլ ֆորմուլաները մի կողմ եմ թողնում։ Այդ հերձումը ցույց կտա քաղաքական։ Բայց իրենց գործողություններով բացի ամենից կար նաեւ հաշվարկ, որ Ռուսաստանը պարտվելու է, հետևաբար պետք է անցնել մեկի կողմը, ով կապահովի իրենց իշխանությունը։ Բացառապես իշխանության հարցը դրված եղել։ Եթե դուք նայեք այսի ամիսների նշածները, 2022 թվականի ապրիլ, մայիս, հունիս, Ռուսաստանը առաջին հարվածը, որ հասցրեց հատուկ գործողության ժամանակ ընդհանուր մինչև Կիև հասնելով, որոշակի նահանջ էր ունեցել եւ որոշակի անհաջողություններ էին արձանագրվել։ Հայաստանի իշխանությունը հաշվարկեց, որ Ռուսաստանը պարտվելու է։ Եվ դրա համար էլ իրենք անցան Արևմուտքի կողմը ակնկալելով աթոռ։ Իսկ Արևմուտքի կողմը անցնելը մեր տարածաշրջանում նշանակում է անցնել Թուրքիայի իշխանության տակ։ Իրենք իրենց աթոռի խնդիրը փորձեցին լուծել հենց այդ ճանապարհով, սպասարկել Արևմուտքի շահերը եւ պահել աթոռը։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունը մտավախություն ուներ,
որ Ռուսաստանը ինչ-ինչ քայլեր է իրականացնելու իրենց դեմ իշխանության հարցում։ Այդպես էլ թե ոչ, դա արդեն էական չի, որովհետև Հայաստանի իշխանությունն է այդպես մտածում, հետևաբար մտածելով հանդերձ անում է գործողություններ։ 2022 թվականի սեպտեմբեր Ջերմուկի դեպքերը։ Ինչի համարային դրանք, որովհետև Նիկոլ Փաշինյանը ապրիլին հայտարարել է, որ ինքը կողմ է, որ նշաձողը իջեցվի Արցախին, դրանից հետո եղել է դիմադրության շարժում, դրանից հետո իր կողմից եղել է որոշակի նահանջ, վախեցել էր։ Ջերմուկյան գործողությունները, որտեղ մենք երկու օր ու մի քանի հավը մարդ կորցրեցինք, նպատակ ունեն վախեցնելու հայ ժողովրդի նոր պատերազմից և ստիպելու, որպեսզի Արցախը հանձնելու գործընթացը արդեն առարկայական տեսք ստանա։ Այսինքն այն ինչ Հայաստանի իշխանությունը խոստացել էր կուլիսներում և որի պատճառով Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հիշեկետորենին հարցազրույց է տալիս և ասում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ քաջ գործիչ է, ինքը շատ ռիսկ ունեցող գործիչ է, ապրի ինքը, ինչի համար ապրի, այդ հետո պետք է երևար։ Եվ երևաց հոկտեմբերի 6-ին 2022 թվականի Պրահայում, որտեղ Մակրոնի, Միշելի միջնորդությամբ, Էրդողանի մասնակցությամբ, Ալիևի ներկայությամբ և հեռահար տարբերակով Բայդենի քարոզությամբ տեղի ունեցավ Արցախի հանձնման պաշտոնական գործընթացի մեկնարկը։ Այսինքն ժամանակագրությունը ճիշտ X է խնդրում։ Դա նույնպես արվեց արևմուտքի կողմից, որպեսզի վնաս տրվի Ռուսաստանին, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Արցախից, որպեսզի այս գոտին ևս հայտնվի արևմուտքի ազդեցության տակ և դառնա հակառուսական։ Փաշինյանը համաձայնեց դրան, հանուն իր իշխանության պաշտպանության։ Արդյունքում հոկտեմբերի 6-ին 22 թվականին պաշտոնապես Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Ուղիղ չի ասվել, բայց արդեն ճանաչվել է։ Մենք այն ժամանակ էլ ավելի բարձրացրեցինք մեր ձայնը, որ ժողովուրդ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, սակայն ինֆորմացիոն աղմուկի մեջ նույնիսկ տարբեր դիմադիր շրջանակներ չէին ֆիքսել դա, և իշխանությունը խաբում էր, թե այդպիսի բան չկա, և արդյունքում արդեն տեղի ունեցավ 23 թվականի այն իրադարձությունները, որ մենք տեսել ենք, իսկ դրանից առաջ արդեն բլոկադա էր։ Բլոկադայի իրավունքը, այսպես կոչված, Ադրբեջանը ստացել է հոկտեմբերի 6-ի 22 թվականին, որովհետև եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, այդ դեպքում ավտոմատ կերպով Ադրբեջանը իրավունք է ստանում բլոկադայի ենթարկել Արցախը և Արցախի զինված ուժերին համարել ապօրինի ռազմական բանտը։ Իսկ Լաչինի միջանց կոչված արդեն վերանում է այդ դեպքում։ Սեպտեմբերյան իրադարձությունները արդեն նպատակ ունեին վերջնական տեսք տալ հոկտեմբերի 6-ի որոշմանը։ Ընդ որում այնտեղ էլ պայմանավորվածություն ձեռք բերել։ Սեպտեմբերից առաջ Երևանի ավականու ընտրություններն են։ Հետագայում պարզ դարձավ, որ և Հայաստանում, և Թուրքիայում, և ամենուրեք ժամկետները համաձայնեցված են երբեին հարձակվելու Արցախի վրա։ Հայաստանից խնդրել են սպասեք Երևանի ընտրությունների ավարտվի նոր։ Իսկ մենք Երևանի ընտրությունների մասնակցում ենք բացառապես Արցախի վրա կարգում։ Ուղղակի Հայաստանը միակ ուժն է, որ այդ օրակարգով էր մասնակցում։ Մնացածը այդ օրակարգով չէին։ Եվ ցավոք սրտի մենք Արցախի կորուստ ունեցանք նաև Հայաստանի իշխանության մասնակցության միջոցով։ Սա պետք է հստակ իմանալ։ Ուրեմն առաջին արևմուտքը խնդիր ուներ հակառուսական քայլի, ուզում էր այս տարածաշրջանում ներգրավել ուժերի, Վրաստան չհամաձայնեց, Հայաստան համաձայնեց։ Հայաստանի իշխանությունը այդ գործընթացը սկսել է դեռևս 22 թվականի պաշտոնապես ասեմ ապրիլից, երբ որ ազգային ժողովում հայտարարություն եղավ, և այս ամենը ավարտին է հասցվել սեպտեմբերի 23 թվականին։
հիմա էլ ասում են, որ ինչպիսի բարեբախտություն, որ մենք Արցախը կորցրել ենք, որովհետև ստացել ենք իբր խաղաղություն, իբր անվտանգություն եւ այլն, չկա նման բան։ Արցախի կորստով Հայաստանի անվտանգության համակարգը լրջագույն հարված է ստացել, ֆունդամենտալ հարված է ստացել։ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքենին տարիներ շարունակ մտածում է, որ Արցախը խանգարում է, որ ինքը զարգանա, չեն գնահատում Արցախի դերը, բայց այդ քաղաքենին չեն տեղավոր, դերևս քաղաքական վերնախավի մեծ մասն է տեղավոր, որ այդպես չկարողացավ բացատրել, թե ինչ է նշանակում Արցախ, թե ինչ է նշանակում Արցախահայություն, թե ինչ է նշանակում Հայաստանի անվտանգություն, որովհետև Հայաստանի անվտանգությունը հիմա կավ է, առանց Արցախի։ Արցախն առանց Հայաստանի չէր կարող, բայց մենք էլ հիմա առանց Արցախի չենք կարող։ Հայաստանի իշխանությունը հիմա կեղծ թեզ է առաջ քաշում, որ իբր Արցախը տալով մենք ստացել ենք վերջապես ինքնիշխանություն, ստացել ենք խաղաղություն եւ ստացել ենք անվտանգություն։ Դա սուտ է, մեծագույն սուտ, որը պետք է ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու բացատրվի, որ մենք հիմա ոչ թե ունենք խաղաղություն, այլ շոու հրադադար, որը կախված է մեկ մարդու կամքից, Ալիևի կամքից։ Ուզիկը կրակի, չի ուզի չի կրակի։ Իսկ որն է պատճառը։ Պատճառն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա միջնորդ երաշխավոր։ Հանել են մեջտեղից միջնորդ երաշխավորի եւ արդյունքում ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի են։ Ինչ ուզեն ստանալու են։ Այս պահին հրադադար է, որովհետեւ ուզեցին Տաուշի մարզում իրենց ուզած տարբերակով սահմանագծում եւ սահմանազատում ստացան, մի մետր Հայաստանը չի ստացել, միայն Սիչել, դա ներկայացնում որպես խաղաղություն։ Ուզեցին Զանգեզուրի միջանցքը ստանալ, համաձայնագրով արդեն ստացել են, հիմա ուզում են կյանքի կոչել։ Ինչու մնացած հատվածները Հայաստանի չեն սահմանագծվում ու սահմանազատվում, որովհետեւ Ադրբեջանը հասկանում է, որ այդ ամեն ինչը ինքը կարող է ստանալ եւ ի վերջո Արևմտյան Ադրբեջան կառուցել, որի անունը այս իշխանությունները դրել են 4-րդ հանրապետություն։ Առանց միջնորդ երաշխավորի ստացվում է, որ առաջվա լեզվով ասել, բռնցքամարտիկների ծանր քաշելը թեթև քաշելի հետ է կրում։ Ուրեմն միջնորդ երաշխավորները բնականորեն կարող են լինել Ռուսաստանը եւ Իրանը։ Մենք դրական ենք գնահատում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, բայց իրենք էլ են անկեղծորեն խոստովանում, որ գետնի վրա անվտանգության ապահովման հնարավորություն չունեն։ Իրենք մեզ բաց ասում են։ Թրամփը հայտարարել է, որ այս տարածաշրջանում իրենք անվտանգային հարցեր չեն լուծելու։ Բայց իրենց ներգրավվածությունը դրական է։ Բայց առանց գետնի վրա միջնորդ երաշխավորի Հայաստանը մտնելու է Արցախի օրը։ Մենք սա ամենօրյա ռեժիմով պետք է արձագանքենք եւ աղաղակենք, որ մարդիկ իմանան, որ այնպես չի, որ Արցախը ընկավ եւ վերջ Հայաստանը մակով ճանաչված երկիր է, բան չի լինի։ Սիրիան էլ մակով ճանաչված Ուկրաինան է։ Տեսնենք ինչ է կատարվում։ Ուրեմն մոտեցումների տարբերությունը հետեւյալն է։ Սա ուղիղ կապված է Արցախահայության հետ, որովհետեւ տարբերություն չկա, ինչ տարբերություն է։ Բաժանումներից պետք է դուրս գան հայաստանցի հարաբերացի եւ բոլորս են հայերեն եւ Հայաստանի քաղաքացիներ եւ բոլորս անվտանգության հարցներ։ Արցախցիները տեղափոխվեցին Հայաստան, հիմա պետք է հասկանան հայաստանցիները ում են տեղափոխվել այսպես շարունակելու դեպքում։ Այս ամեն ինչը պետք է տեղ հասնի։ Ուրեմն Ալիևի մոտեցումը հետեւյալն է. հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են փուլային տարբերակով, որը ենթադրվում է, որ տեղի է ունենալու Հայաստանի կողմից միակողմանի փուլային զիջումների տարբերակով։ Հրաման ժամանակավորապես չեն կրակում։ Սպասում են իրենց մարդը վերարտադրվի այստեղ, ու մենք ստանանք ինչ-որ 21 թվականից հետո եղավ, ազգային ժողովի ընտրություններից հետո։ Հետևաբար մենք 21 թվականի կրկնություն չպետք է թույլ տանք։ Այն ժամանակ խաբեցին, ասեցին Արցախի ինքնորոշման իրավունքի հարցերով ենք զբաղվելու, հետո եկան ասեցին չէ, մենք սխալվել ենք Արցախ Ադրբեջանը եւ վերջ։ Հիմա կարող ասենք Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը եւ վերջ։ Ոչ մի տարբերություն չկա, ըստ այս կանցից։ Ուրեմն Ադրբեջանի մոտեցումը հիշեք, փուլային տարբերակն է։ Իսկ սա ոչ թե խաղաղություն է, այլ շոու հրադադար։ Խաբելություն։ Մենք Հայաստանի
Հայաստանյան մոտեցում պետք է լինի փաթեթային։ Ուզում եք թրիպի ճանապարհով անցնել։ Շատ բարի։ Գերել եք, որ դա Հայաստանի իշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության շրջանակներում է։ Շատ լավ, ուրեմն այդ front office, back office կոչվածները պետք է կարգավորվեն այնպես, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով տեղի ունեցող շարժը, բայց փաթեթային լուծումը, երբ որ մենք ասում ենք, փուլային փաթեթային։ Մենք փաթեթայինի կողմնակից ենք։ Դուք ստանալու եք ճանապարհ դեպի Նախիջևան, մենք ստանալու ենք ճանապարհ դեպի Իրան և Ռուսաստան։ Եկեք պարիետետային քննարկենք։ Այսինքն մենք դրան օքեյ ենք, բայց դուք այսքան պետք է լինեք։ Հիմա հարց կառաջանա, բա ինչպես հասնենք դրան։ Միջնորդ երաշխավորող ուշ տարբերակ չկա։ Թե չէ անընդհատ մենք կզիջենք եւ ամեն մի զիջումից առաջ կստացվի, որ Ալիևը ուղղակի բարի կամքի դրսևորմամբ մեզ խաղաղություն է աշխում։ Մենք խաղաղության մուրացկաններ ենք դառնում մեր համարը։ Խաղաղության մուրացկանների երբեմն կոպեկը շպրտում են, երբեմն չեն շպրտում։ Հիմա, երբ որ մուրացկանին ասում են Զանգեզուրի միջանցքը տուր ինքը տալիս է, չեն կրակում։ Երբ որ ասեցին Արցախը տուր, ինքը մի քիչ վարարեց, նորից հետ գան։ Տեղի ունեցան ջերմուկի դեպքերը։ Թե դա համատեղ օպերացիա էր դեմ Հայաստանի, թե զուտ Ադրբեջանը այդպես որոշել, դա է քաղաքական վերացությունից տա։ Բայց փաստն այն էր, որ ջերմուկի դեպքերով նպատակ ունեին վախեցնել հայ ժողովրդին եւ կյանքի կոչել այն ինչ որ մենք տեսանք 22 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այսինքն Արցախը հանձնել են խաղաղություն ենք բերում լոզունգի ներքո։ Հիմա Զանգեզուրի միջանցքը հանձնում են, էլի խաղաղություն ենք բերում լոզունգի ներքո։ Հետո արդեն սկսել են Սևանի տարածքում չափադրումներ անելը, էլի խաղաղության լոզունգների ներքո։ Մենք դրա համար ասում ենք, որ մեր մոտեցումը հետևյալն է, որ պետք է դնենք փաթեթային մոտեցում, պետք է ունենանք միջնորդ երաշխավոր, պետք է հայ-ադրբեջանական սահմանները հստակ սահմանագծվել և սահմանազատվել, պետք է Հայաստանը հնարավորություն ունենա Իրանի հետ կապվել, Վրաստանի հետ կապվել հյուսիս-հարավ ճանապարհով և հնարավորություն տալ արևելք-արևմուտք ճանապարհահատվածի գործարկմանը, որը կոչվում է կոմունիկացիոն խաչմերուկ։ Սա է իրական երաշխիքը, որ մենք ունենանք իրական և երաշխավորված խաղաղություն։ Մեր մոտեցումը դա է երաշխավորված խաղաղություն։ Այսինքն բառնել է հուշում, որ այդտեղ երաշխավոր միջնորդ է պետք։ Թե չէ մենք անընդհատ կզիջենք։ Ինչ վերաբերում է արցախահայության խնդիրներին, ապա մեր կարծիքով արցախցիների վերադարձի իրավունքը պետք է հայտնվի պետական արտաքին քաղաքականության օրակարգում և արցախցիները պետք է պաշտպանեն իրենց վերադարձի իրավունքը։ Սա մեկ։ Երկրորդը մենք միջազգային մասշտաբով պետք է դնենք, որ մեր հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը, որը Արցախում արդեն վանդալիզմի է ենթարկվել։ Երրորդ, մենք պետք է պաշտպանենք արցախցիների սոցիալական և այլ տիպի միջազգայինորեն ամրագրված իրավունքները, որի փորձը կա Թուրքիան $3 միլիարդ փող է ստանում Սիրիայից ունեցած փախստականների համար։ Արևմուտքում տալիս։ Որոնք Էրդողանը շանտաժ անում, ասում եթե դուք ինձ չօգնեք, ես իրանց ամբողջությամբ կուղարկեմ Եվրոպա։ Մենք ոչ թե շանտաժի տրամաբանությամբ, այլ միջազգային իրավունքի տրամաբանությամբ հնարավորություն ունենք միլիարդավոր գումարներ ստանալ, որպեսզի աջակցենք արցախցիներին։ Հայաստանի իշխանությունը դա չի անում։ Կամ անում են ինչ չեն տեսնում։ Եվ սա պետք է դրվի այս հարցը էլի պետական քաղաքականության օրակարգում և պաշտպանենք արցախցիների իրավունքները և այդտեղ թող Ռուսաստանն ու Արևմուտքը իրար հետ մրցեն, թե ով ավելի լուրջ աջակցություն կցուցաբերի փախստականներին դրի տեղահանվածներին։ Արևմուտքի մեղք ունի, ինքը պետք է քավի։ Այդ Մակրոնները, Միշելները, այդ Ուրսուլաները պետք է իրենց մեղքը քավեն, իրենք ուղիղ ազդեցություն են ունեցել Արցախի կորստի հարցում։ Եվ այս հարցը պետք է դնել օրակարգում։
Բայց ինքներդ եք հասկանում, որ օրվա իշխանությունների պարագայում այս մոտեցումները չեն կարող կյանքի կոչվել։ Դրա համար մենք կոչ ենք անում արցախցիներին ակտիվորեն ներգրավվել իրենց քաղաքական իրավունքները պաշտպանելու հարցում։ Կոնկրետ ուժի հետ կապված չէ, այլ ձեր դիրքորոշում պետք է հայտնեք։ Նրանք, ովքեր քաղաքացիության հնարավորություններ ունեն, պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին եւ մերժեն այսօրվա քաղաքականությունը։ Եվ մենք համոզված ենք, որ ձեզ հետ միասին կարողանալու ենք հասնել փոփոխությունների եւ ապահովելու ենք Հայաստանի անվտանգությունը։ Ցավոք այսօր չեմ ուզում պոպուլիզմի գիրք դնել ու ասել, որ վաղ իշխանությունը փոխվեց եւ մյուս օրը Արցախը հետ է բերվելու։ Հայաստանի իշխանությունը դաժանաբար, դավանաբար փակել է Արցախի էջը։ Սա դաժան իրականություն է։ Եվ մենք պետք է բաց խոսենք այս մասին։ Բայց մեր վերադարձի իրավունքը փակված չէ։ Մեր իրավունքները այլ ոլորտի միջազգայինորեն ամրագրված փակված չեն։ Դրա համար մենք պետք է ձեր հետ միասին համատեղ ջանքերով հասնենք մեր բոլոր իրավունքների պաշտպանությանը եւ Հայաստանում հաստատենք խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն։ Շնորհակալություն։